Քրոնիկոնի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանին։ Պարոն Զաքարյան, շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար։ Տեսեք, ընդդիմությունը քննադատում է եւ ասում է բյուջեն նվազեցնում են, այլևս մարտունակ բանակը փոխում են պաշտպանունակ բանակի, պաշտպանության նախարարը հակադարձում է եւ թվեր է բերում, որ ավելի քան 567 միլիարդ են հասցրել բյուջեն, իսկ 2018 թվականին բանակի բյուջեն 245 միլիարդ էր։ Ի վերջո, ինչ է կատարվում այստեղ։ Ինչ է կատարվում, կատարվում է մեր երկրի անվտանգային միջավայրի էական քայքայում, էական թուլացում, կատարվում է թուրք-ադրբեջանական գերիշխանության ազդեցության մեծացում ամբողջ հարավային Կովկասում եւ կատարվում է հայկական գործոնի դուրսբերում տարածաշրջանից։ Անվտանգության եւ պետականության եւ ինքնիշխանության հենասյուներից մեկը բնականաբար Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են եղել, որոնք որ տեղակայման վայրերով պայմանավորված եւ նաեւ 90-ականների առաջին Արցախյան պատերազմի արդյունքներով պայմանավորված բավականին գերիշխող ազդեցիկ դերակատարություն ունեցել, դրանով պայմանավորված նաեւ Հայաստանի Հանրապետության դերը եւ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ուներ որոշակի, այսպես կարևոր եւ որոշիչ մի շարք նաեւ խնդիրներում, այդ թվում նաեւ ռեգիոնալ անվտանգության հարցերում։ Պատահական չի, որ Հայաստանի Հանրապետությանը շատ հաճախ ասում է ոչ թե անվտանգություն սպառող, ինչպիսին աշխարհի շատ երկրներ են, այլ իր տիրույթում, իր շարավղի մեջ նաեւ անվտանգություն ստեղծող։ Այսօր մենք անվտանգություն ստեղծող չենք նույնիսկ մեզ համար, որտեղ այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչ տա հանուն ճակերտավոր խաղաղության, խաղաղությունը չի գալիս, բայց մենք կորցնում ենք, այդ ամեն ինչը տրվում է։ Հիմա նաև կարծես թե խնդիրադրված սրանց գործընկերների, այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից խնդիրադրված նաև աստիճանաբար կազմալուծել նաև Հայաստանի անվտանգային միջավայրը, այդ թվում նաև բանակի ռեսուրսները, զինված ուժերի կարողությունները։ Ո՞րն է այդ կազմալուծումը։ Այդ կազմալուծումը նախ այն քաղաքականությունն է, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում, այն այսպես կոչված այցակարգերն են, որոնք իբրև թե միտված են բանակի զարգացմանը, բայց կարդինալ կերպով, ֆունդամենտալ կերպով փոխում են զինված ուժերի առջև դրված խնդիրները, մասնավորապես ինչ նշանակում մարտունակությունից անցնել պաշտպանունակություն, երեք Նիկոլն էր դրա մասին խոսում, դա ինքը խաբեություն է, չի կարող որևէ երկիր պաշտպանունակությունը երկրին է վերաբերվում, բանակին վերաբերվում է մարտունակությունը, ասենք եթե բանակի վիճակի է մարտական խնդիր լուծելու, ուրեմն մարտունակ է, եթե վիճակի չի, ուրեմն այդ բանակը վիճակի չի ոչինչ անելու։ Բայց իրենք դա բացատրում են որպես քաղաքական համատեքստում փոփոխությամբ, այսինքն չեն գրակում, երկիրն են ուզում դարձնել պաշտպանունակ, իսկ երկիրը պաշտպանունակ լինելու համար բանակը պետք է լինի մարտունակ, այսինքն այս կարգի մանիպուլատիվ խաբեություններով փորձում են հասարակության գլխի տակ փափուկ բարձրացնել, իբրև որ այլևս մենք այս ուժի գործոնը մեր համար այլևս էական չի, մենք խաղ այսպես զարգացումների կողմնակից ենք, բայց մենք զուգահեռաբար տեսնում ենք, որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Վրաստանը, ոչ միջինասիական երկրները խաղ զարգացումների ճանապարհով չեն գնում։ Յուրաքանչյուրը ուժեղացնում է եւ մեծացնում է իր ռազմական կարիքների համար տրամադրվող միջոցները։ Հիմա էլ այսօր առավոտյան արդարացինք, որ Թուրքիան արդեն նաեւ Մեծ Բրիտանիայի հետ նոր սերնդի ռազմական ինքնաթիռների գործարքի նոր բանակցություններ ուղղել կարծես հաջողությամբ օգտվելով այն առիթից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն է Թուրքիայում, Ադրբեջանի սպառազինվության մակարդակը եւ նրա տեմպերը, իսկ ինչ անում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ասելով, որ մենք միայն ինքնապաշտպանական կամ պաշտպանական քաղաքականություն ենք վարել։ Բայց մենք միշտ այդպես չենք ասել, որ մենք պաշտպանական քաղաքականություն ենք վարել։ Ես հասկանում եմ դրա ենթաշերտերը։ Ցանկացած պետություն է այդպես ասում։ Ցանկացած պետություն, սկսած Միացյալ Նահանգներից վերջացրած Էստոնիայով, հա, որը մեծ հաշվով զինված ուժեր որպես այդպեսին գրեթե չունի։ Բոլորն են այդպես ասում։ Բայց յուրաքանչյուր պետություն ունի իր անվտանգային միջավայրը, որի առանցքային, այսպես ասած, հենասյուներից մեկն էլ զինված ուժերն են, բայց ոչ միակը։
զինված ուժերը ամուր լինելու համար պետք է վարել համապատասխան քաղաքականություն, դա արտաքին քաղաքականություն, դա ներքին քաղաքականություն, դա հասարակության միջև հանդուրժողականության եւ կոնսոլիդացիայի հնարավորությունն է, դա տեղեկատվական անվտանգության ապահովումն է, դա կիբերանվտանգության խնդիրներն են, դա տեխնոլոգիական զարգացման կարողություններն են, տնտեսության կենսունակությունը, այսինքն կենթանի տնտեսություն պետք է լինի, որ ցանկացած ժամանակ կարողանա քեզ արտակարգ եւ ռազմական իրավիճակում սնել ապահովել։ Իսկ սրանք ամբողջը դրել են կախվածության մեջ։ Նայեք մեր տեղեկատվական անվտանգության վիճակը, նայեք մեր երկրում կիբերանվտանգության վիճակը, նայեք իրանք հենց հասարակության ներսում ինչպիսի բարոյհոգեբանական մթնոլորտ են ձևավորել, իրանք հենց քարոզում են եւ մենք երբ չենք եղել բայց կախվածության մեջ խոսում են զինված ուժերի գրավչության պակասից այս կոմենկում եւ իրանք էլ ուրախանում են, որ 1.5 տարին ծառայությունը 6 ամսով կրճատում են, առանց հասկանալու, որ 7 անգամ բեռը օրինակ մեծացնելու են 25-օրյա վարժական հավաքների գնալու համար, եթե հիմա ենթադրենք 100 մարդ էին կանչում վարժական հավաքի, այս ժամանակ 700 մարդ պետք է կանչեն, որ այդ բացը լրացվի, եթե դնեն պահեստի վրա, եթե գնան պայմանագրային տարբերակով որտեղից են վերցնելու եւ ինչ որակի զինված ուժեր եւ ինչ որակի պաշտպանություն ենք մենք ստանալու, սրանք բոլորը շատ բարդ խնդիրներ են եւ ընդհանրապես բանակը ամենանուրբ օրգանիզմն է, ամենանուրբ իր տղամարդկային առնական այդ կարծրատիպերի մեջ բանակն ամենանուրբ օրգանիզմն է եւ չի կարելի բանակի հետ այսպես փորձարկումներ անել։ Սրանք այսպես փորձարկումներ արեցին, որ մենք 44 օրյայի ժամանակ չկարողացան էֆեկտիվ կառավարում իրականացնել։ Անփորձ հրամանատարներին տանելով ամենակարևոր պատասխանատու տեղերը, չգիտեմ, ջուրը մտավ բանակ, կլուբնիկը մտավ բանակ, ով մտավ բանակ, ով ասես մտավ բանակ արդյունքում։ Դե իրենք էլ դրա հակադարձություն ունեն, որ փորձառուներն էլ քրեական պատասխանատվության են ենթարկվում այս կամ այլ մասով, որովհետև ենթարկվել, որ մեկն է քրեական պատասխանատվության։ Ջալալ Հարությունյանը փորձառու ինչ են արել, այսինքն երբ որ քո հապկի գլխավոր քարտուղարը քո զինված ուժերի գեներալն է։ Ինչ էր ում էր խանգարում, որ քրեական գործ են հարուցում եւ հետ են կանչում։ Պատերազմից 1 տարի առաջ։ Ում էր խանգարում, այսինքն իրանք իրանց ապաշնորհության եւ արդյունքում բարձում է, որ այդ մարդը ոչ իբանում մեղավոր չի։ Իրանց ապաշնորհության դիտավորյալ եւ միտումնավոր պետության հիմքերը, անվտանգության հիմքերը խարխլելով այսպես բերել հասցրել են նրան, հիմա էլ գնացել օգոստոսի 8-ին մի հատ թուղթ են ստորագրել, որ բազմաթիվ դետալներ անհայտ է։ Այո, ձեր կուսակցության հայտարարության մեջ դա կա։ Նաև շատ, այսպես ասած, հիմնավոր կասկած, որ այդ դետալների բացահայտման կամ հայտնի դառնալու պարագայում մենք հասկանալու ենք, որ կամ միջանցք ենք տվել կամ հարավային հատվածում առնվազն մեր անվտանգությունը դարձել է ել ավելի խոցելի։ Երկու դիտարկում, մեկը հապկի մասով, քանի որ հիշատակեցիք, ջերմուկի դեպքերի ժամանակ հապկ քարտուղարը Հայաստան ժամանեց այն ժամանակ, երբ ամեն ինչ այլևս ավարտվել էր։ Ինչու նա չէր ժամանում, որովհետև մենք հապկ անդամ ենք եւ այստեղ պարտավորություններ կան թե ոչ, 13-ին սեպտեմբերի կարծեմ թե դիմել էին, 20-ից հետո ժամանեց։ Եվ երկրորդը դուք նշում եք օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որը նախաստորագրվեց եռակողմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ թվարկեցիք մի շարք երկրներ՝ Իրան, Վրաստան եւ այլն իրենց քաղաքականության մասով։ Այդ բոլոր երկրները մեզ համար զարմանալի թվացող Իրանը եւս այդ փաստաթուղթը առաջինը ողջունողների թվում էր։ Խնդրում եմ անդրադառնալ հերթով ինչու չեկավ հապկ նախագահը եւ ինչու են ողջունում բոլորը։ Եկեք հասկանանք ինչն ենք ողջունում։ Խաղաղության ընկալում են տալիս, որ դա խաղաղություն վերող փաստաթուղթ է գրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հա, որով իբրև թե խաղաղություն է, բայց թե խաղաղություն չկա, այդ թուղթը նրա մասին է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ավարտել են իրենց բանակցությունները խաղաղության շուրջ։ Խաղաղության փաստաթուղթը համաձայնագիր կլինի, պայմանագիր կլինի, էական չէ։ Կստորագրվի թե ոչ, դեռևս հարց է։ Եվ այդ ստորագրվելու համար նախապայմաններ կան։ Այո, սահմանադրական փոփոխությունները մեկ։ Այդ թվում նաև։ Այսինքն ողջունել են, որ բանակցությունն ավարտեցիք, վերջացրեցիք, այնպես ինչպես ողջունել է Մավրիտանիան, այնպես ինչպես ողջունել է Ուրուգվայը, այնպես ինչպես ողջունել է Նոր Գվինեան, չգիտեմ, ով ասես։ Բոլոր երկրները, որ Հայաստանի տեղն էլ չգիտեն, ողջունել են։ Բայց դուք ակնկալիք չունեք, որ առնվազն Իրանը պետք է որոշակի վերապահում ունենա։ Ինչ որ մի մեր համար անծանոթ կոնֆլիկտ երկու կողմ ասել մենք խաղաղությունը բանակցեցինք եւ պատրաստ ենք խաղաղության, պետք է ողջունելու։ Բայց խոսքը երրորդ կողմից վերահսկվելիք կամ ինչ որ
պայմաններով նրա կողմից կառավարմանը հանձնվող ֆունկցիայի, այսինքն տարածման ֆունկցիայի մասին, որտեղ կան դետալներ եւ այնտեղ ես չեմ անում պետություններ, որոնք ողջունել են դա։ Ես մենակ այն գիտեմ, որ միջին միջանցք, որը որ թուրքական աշխարհն իրար կապող միջանցք է եւ դրա գլխավոր նպատակը չինական շուկան արևմուտքի հետ կապելն է, բայց որը պետք է անցնի Ռուսաստանը շրջանցելով, այսինքն հիմնականում թուրքախոս երկրների տարածքներով եւ այդ միջին միջանցքի կարևոր հատվածին շատ ավելի մեծ ուշադրություն է տալիս թուրքական պետությունների անդամ պետությունները, որը անցնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի տարածքով եւ նրանցից յուրաքանչյուրը այդ տարածքն անվանում է Զանգեզուրի միջանցք։ Այնպես ինչպես իրենց վերջին դեկլարացիայի ժամանակ ադրբեջանական Գաբալա քաղաքում անցկացված թուրքական պետությունների կազմակերպության համատեղ հայտարարության մեջ հենց այդպես էլ մի քանի անգամ նշված է Զանգեզուրի միջանցք։ Բայց մեր իշխանությունն ասում է միջանցք բառը չկա, ինչու են խաղում ադրբեջանական։ Այդ փաստաթղթում ասում է տեսակ միջանցք չկար։ Հռչակագրում 2000 օգոստոսի 8-ին ստորագրված։ Օգոստոսի 8-ի որ հռչակագրում։ Որը որ Ամերիկայում Ամերիկայի հետ ստորագրված։ Դրանից հետո ասացին, բա ուր է միջանցքը։ Թրամփը ինչ է ասում, Թրամփը մեկ Ալբանիայի ասում, մեկ Արմենիայի ասում։ Թրամփը ասում է, որ այդ միջանցքը դուք եք նույնիսկ խնդրել, որ այդ միջանցքը 99 տարով լինի, ելը մի հատ խնդրել եք, որ կբանանի ավելի երկարի։ Այսինքն ես որ ասեմ դետալներն անհայտ են, մեկ միջանցք բառը կարանք չգրենք, բայց նկարագրենք ֆունկցիաները եւ դրա կիրառական ամբողջ գործընթացը այնպես, որ դա լինի միջանցք։ Այսինքն եթե իմ սահմանապահը, իմ երկրի սահմանապահը այնտեղ չի կարողանալու արգելել ինչ որ տեսակի բեռների տարանցումը իմ երկրի տարածքով, ինչքան ուզում եք միջանցք բառը մի օգտագործեք, դա ինչ է։ Այս մարդու վրա գրած չի տղամարդ, բայց երևում է, չէ՞ որ տղամարդ է։ Արտադիր գրենք վրան, որ կարդանք, ասենք, այս ինչ լավ տղամարդ է, կամ այս ինչ են գրել այս մարդու վրա։ Փաստը այն է, թե ինչ է դա իրենից ենթադրում։ Եթե 1 երկիր, 2 երկիր, 3 երկիր, 4 երկիր անդադ միջանցք են ասում։ Եվ այս կառավարությունն էլ կորցնելով իր վստահությունը հայ ժողովրդի հայկական քաղաքական մտքի նկատմամբ, այսինքն բոլոր մտածող մարդկանց մոտ կորցրել է վստահությունը։ Մենք ինչի հիմքի վրա պետք է մտածենք, վստահենք, որ ինքը բանակցել է այն, ինչ որ մեզ է պետք։ Իշխանափոխությունից հետո շատ ու շատ խնդիրներ կարող են վերաբանակցվել։ Որովհետև այդ թվում նաև օրինակ ինչ եք վերաբանակցելու կամ ինչ բանաձև ունեք վերաբանակցելու Արցախի մասով։ Ադրբեջանի հետ խաղաղության, այսպես կոչված այդ 17 կետերը, որոնցից ուղիղ կեսը խայտարակությունն է, կարդացել եք, մոտավորապես բարձր չէ ինչ է գրած, այսինքն օրինակ ինչ որ մեծ համատեղ հանձնաժողով է լինելու հայ-ադրբեջանական, ու որտեղ որ եթե ադրբեջանցիների դուրը չգա, որ մեր պարլամենտում ինչ-որ բան է քննարկվում, այդ հարցը օրակարգից դուրս է գալու։ Իսկ իրանց մոտ կարա քննարկվի, իրանք կարան ասեն, չեք ուզում պատերազմ սկսենք, մենք էլ գալու ենք ասենք ժողովուրդ, որպեսզի պատերազմ չլինի, թե ոչ թող իրանք մեզ հայոյա մեզ չեք ուզում պատերազմ կսկսենք, իրականությունն է, սպառնալիքը, թե հոգեբանություն է, ինչ է ի վերջո։ Դա սպառնալիք է, դա շանտաժ է, որտեղ պատերազմներ հենց նենց չեն սկսում, պատերազմ սկսել այդքան հեշտ բան չի։ Պատերազմ սկսելու համար Նիկոլի պես ղեկավար պետք է ունենաս, որ վեր կենա բանակցային գործընթացի ամենաթեժ պահին, ասի Արցախ Հայաստանի եւ վերջ։ Իսկ Ալիևի պես էլ փորձառու աղվեսապետք, որ օգտվի անփորձ Նիկոլի բոլոր բաներից, սխալներից ու թերացումներից։ Դուք դա գնահատում եք որպես անփորձություն։ Ես ամենաանմեղ գնահատականն եմ տալիս։ Ես շատ ավելի կոշտ եմ գնահատում, բայց նույնիսկ, այսպես ասած, անփորձությունը այստեղ էլի հանցագործություն է։ Այնպես չի, որ ասենք դե լավ անփորձերը չիմացավ, այդ Արցախը կորցրեցինք 5000 մարդ զոհվեց, ոչինչ, ներենք Նիկոլին։ Անփորձությունն էլ աններելի այստեղ։ Դուք հապկի մասին իմ հարցին խնդրում եմ անդրադառնաք, թե ինչու չէր գալիս հապկ նախագահը։ 2016 թվականին ապրիլյան քառորյա պատերազմից անմիջապես հետո հապկի գլխավոր քարտուղարը հատուկ հայտարարություն արեց դատապարտելով Ադրբեջանի գործողությունը։ Ինչու։
Ինչու այն ժամանակ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար հանձնառու էր 20 թվականին, 21-22 թվականին հանձնառու չի։ ՀԱՊԿ-ն էլ չէ քաղաքական մարմին, ի վերջո։ Անվտանգությունը քաղաքականության հետևանք է։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շատ իրար հետ ջերմ են եղել միշտ։ Համարյա թե մի ժողովուրդ են, մի արյունից։ Դա ո՞նց եղավ որ պատերազմեցին։ Հիմա նույն հարցը պետքա տալ, նույն հարցը ՀԱՊԿ-ում մեզ կարան տան։ Հարգելի Հայաստան, ո՞նց եղավ որ այն ժամանակ մենք նորմալ էինք վերաբերվում ձեզ ու հիմա մեր մոտ հարցեր են առաջանում ձեր նոր ղեկավարությունը։ Այսինքն քաղաքականությունը հենց այնպես չի լինում, բան չի էլի դա սցենար չի, եկեք հիմա էլ էս մի ֆիլմ նկարենք դա, պատճառահետևանքային կապ է։ Ուրեմն պետք է նաև մտածենք, որ գուցե մեր մոտ է ինչ-որ բան փոխվել, ես չեմ ասում, ՀԱՊԿ-ում էլ այնպես չի, որ մեր իշխանության տարիներին մենք ՀԱՊԿ-ի հետ շատ հեշտությամբ էինք աշխատում, ՀԱՊԿ անդամ պետություններ, բոլորի հետ էլ խնդիրներ եղել են։ Ձեր իշխանության տարիներին խոշոր գործարք եղավ, երբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև այն 3 միլիարդի, որի մասին հարցնում են միշտ Փաշինյանը, ազգային ժողովի ամբիոնից Օհանյանին եւ ուրիշների զենքի գնման գործարքը։ Գործընկերներ էր ՀԱՊԿ պետության անդամներ, ինչպես էր ոչ ՀԱՊԿ պետության անդամին այդքան զենք վաճառում Ռուսաստանը, որը դուք անվանում եք բիզնես։ Դրա մասին մենք չէինք անվանում բիզնես անվանում էր Ռուսաստանը, բայց մենք հրապարակային մեր քննադատությունը կարծում եմ պետք է որ հիշեք։ Եվ հանրապետության նախագահի եւ ազգային ժողովում մեր խմբակցության տարբեր падգամավորների եւ մտահոգությունները, որոնք որ ընչել են, բայց միևնույն ժամանակ նաեւ հանրության պետք է ասել, որ նույն մեր գործընկերը դաշնակից պետությունը, Ռուսաստանի Դաշնությունը ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում նաև տրամադրում էր, մատակարարում էր նաև անվճար հիմունքներով, տարբեր տիպի բաներով, ի վերջո Իսկանդեր ուներ միայն Հայաստանի Հանրապետությունը, չէ, որը մինչև այսօր բայց մենք չհասկացանք որևէ այլ երկիր չունի։ Տրվեցին Իսկանդերի կառավարման եւ Իսկանդերի կիրառման որոշում կայացնելու իրավունքը տրվեց մեկին, ով ի սկզբանե չէր ցանկանում պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Երկիրը երբ որ տալիս է, այ որ ասում ենք պաշտպանունակություն, ուզում եք Իսկանդեր ունեցեք, ուզում եք ատոմային զենք ունեցեք, ուզում եք, չգիտեմ, կինժալներ ունեցեք, ուզում եք ամերիկյան մի ամբողջ ավիացիայի նավատորմ ունեցեք, ավիացիոն էսկադրիլյաներ ունեցեք, ուզում եք ռազմական նավատորմ ունեցեք, եթե երկրի ղեկավարը պաշտպանունակ չի, պաշտպանունակությունից բան չի հասկանում կամ չի ցանկանում, այդ ամբողջը համարեք որ չունեք։ Այդ այնց 5 միլիարդի զենք կտան Ադրբեջանին, կգան հանգիստեղ կնստեն, կխոսեն հեքիաթներ կպատմեն, որ խաղաղությունն եկել է։ Բյուջեի մասով ձեր տեսակետը կհայտնեք, մենք լսում ենք երկու կողմից, իշխանության կողմից լսում ենք, որ ավելացվել են պաշտպանական բյուջեի ծախսերը, ընդդիմությունն ասում է նվազեցվել են, համեմատում են նախորդ տարվա հետ նվազեցնելը, իշխանությունը ցանկ է ներկայացնում 2018-ի եւ 2026-ի միջև ինչ է։ Ստատիստիկան այդպիսի բան է, հա, միշտ քաղաքական գործիչները, որ թիվը որ իրենց զաննոտու է, այդ թիվն են ասում։ Այո, բյուջեն ամեն տարի սկսած 1995 թվականից մենակ մի տարի չի ավելացել 2008-2009-2010 թվականներ, երբ որ ֆինանսատնտեսական ճգնաժամներ, այո։ Մնացած բոլոր տարիներին բյուջեն ավելացել է 5%-ով, 3%-ով, 10%-ով, 8%-ով, 1%-ով։ Գումարած դրան եղել են նաև արտաբյուջետային միջոցներ, որոնք որ ծախսվել են սպառազինության վրա։ Մենք չմոռանանք նաև որ Արցախի պաշտպանության բանակի կարիքներն են նաև հոգվում։ Մենք չմոռանանք նաև որ շատ ու շատ սպառազինություն մենք ստանում էինք ուղղակի ռազմատեխնիկական աջակցության տեսքով, ինչպես որ ասեցի, Ռուսաստանի Դաշնությունից 50,000 տոննա զենք, զինամթերք, գումարած նաև սպառազինություն N գներով, որոնք որ օրինակ Ռուսաստանի զորամասերն էին գնում իրանց զենք արտադրողներից։ Այսինքն մեր զորամասն ու ռուսական զորամասը նույն արտոնությունն ունեին ռուսական զենք արտադրողի մոտ։ Գնի տեսանկյունից։ Այսինքն այս բաներս հնարավորությունները գումարած նաև համատեղ կառավարման որոշակի խնդիրներ Ռուսաստանի Դաշնության, ընդհանրապես պետք է դրա ճիշտ օգտագործել ոչ թե արևմուտքի որոշ շրջանակների պատվերով քո դաշնակցի հետ
հարաբերությունները փչացնես ու գնաս պատերազմի։ Ո՞վ է տենց բան անում։ Պատերազմի գնալուց առաջ ընդհակառակ աշխատում ես բոլոր հարաբերությունները, նույնիսկ այն մարդու հետ, ում հետ այն սուբյեկտի հետ, այն կողմի հետ, որի հետ դաշնակցային հարաբերություն չունես, նույնիսկ նրա հետ լավ հարաբերություն ես ստեղծես։ Եթե տեսնում ես, որ պատերազմը անխուսափելի է, քո դեմ բերում են պատերազմ, Ադրբեջանը բերում է այդ պատերազմը։ Դու ստիպված ես արդեն բոլորի հետ հարաբերությունները կառուցել այնպես, որ գոնե առնվազն հակառակորդի կողմից չլինեն, գոնե չեզոքություն պահեն։ Իսկ ինչ ստացվեց։ Ադրբեջանը 6 երկիր կարողացավ ուղղակի եւ անուղղակի կերպով ներգրավի Արցախի դեմ պատերազմը։ Ուղղակի եւ անուղղակի կերպով ներգրավի։ Մնացած երկրներն էլ սկսեցին հերթով շնորհավորել Ադրբեջանին իբրև թե տարածքային այդ թվում նաեւ հապկանդամները։ Այդ թվում նաեւ հապկանդամները, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ինչպես շնորհավորեց։ Դե ճանաչեց Արցախ-Ադրբեջանի կազմ։ Իսկ դուք հակադարձում եք, որ Արցախ-Ադրբեջանի կազմում չի լինելու եւ դե մենք էլ ասում ենք, մենք հույս ունենք եւ մտածում էինք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի շահերով առաջնորդվում։ Ոչ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի գործընկերնա Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Պարոն Զաքարյան, ինձ մոտ տպավորություն է, որ երկուստեք հարմար իրավիճակ է ստեղծվել քաղաքական գործունեություն ծավալելու համար եւ իշխանության հիմա բացատրում եմ եւ ընդդիմության համար։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, որը վերնագիրը չգիտես ինչ դնել, ընդդիմությանը դա ձեռնտու է, որպեսզի անդադար քննադատի եւ ասի, որ այսպես արեց, դրա համար եղավ այսպես, եւ իշխանությունն էլ ունի մեղադրանքներ իր պաշարը, երբ հակադարձում է այդ մեղադրանքներին, որ դուք բաց էր ժամանակ, դուք անեիք, դուք ճանաչեիք Արցախը եւ այլն եւ այլն։ Բայց դա կարծեք թե ավելի հեշտ բլոկն է, այսպես ասած։ Ինչ եք առաջարկում դուք ժողովրդին, ինչ պետք է անենք, կամ դուք ինչ եք անում։ Ի վերջո ընդդիմությունն էլ է իշխանության մաս, ընդդիմությունը եւս իշխանության մաս է։ Քաղաքական իշխանության մաս է եւ պատասխանատվություն ունի։ Եթե համարենք, որ բանտարկյալ լինելը ձեռնտու տարբերակ է, այո, կարեք ասեք, որ երկուստեք ձեռնտու տարբերակ, ընդդիմությունը գնում է բանտերում նստում է, իշխանությունը ինչ ուզում անում է։ Կամ ընդդիմությունը հենց տեսնում է, որ ոչ մի բան չի կարող անի, ասում եք ինձ ձերբակալեք, որ հետո չասեք բա դու մի բան չարեցիր։ Այդպես չի, այսինքն ընդդիմության համար ձեռնտու տարբերակ չէր կարող լիներ այս իրավիճակը, որովհետև ընդդիմությունը բազմաթիվ նույնիսկ ոչ ստանդարտ իրավիճակին համահունչ, բայց քաղաքականության համար ոչ ստանդարտ գործողություններ, եւ նկատի ունեմ հայրենիքի փրկության շարժումը, դիմադրության շարժումը, սրբազան շարժումը, պայքարը, արտահերթ ընտրությունների հնարավորությունը, անընդհատ պայքարը, եկեղեցուն պաշտպանել, Արցախի պաշտպանությունը, Արցախում գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության եւ մեր հայրենակիցների գերեվարումը, այսինքն այս պայմաններում ու այս պայմաններով հանդերձ մենք այս իշխանության հետ պայքարում բազմաթիվ լուծումներ առաջարկել ենք։ Դուք հիշեք, մինչև 2020 թվական, 2019 թվականի ամբողջ ընթացքում մենք քանի առաջարկություն ենք արել զուտ բանակցային գործընթացի վերաբերյալ։ Չի կարելի այսպես անել, պետք է այստեղ համաձայնել, այստեղ պետք է այս անել հանուն Արցախի, մենք պատրաստ ենք այսինչ հարցի շուրջ անել հանուն Արցախի, հանուն խաղաղության, հանուն որ չգնանք պատերազմի, հանուն ում էր պետք, ում էր դա հետաքրքիր։ Մենք համոզվել ենք, որ իշխանությունը պետք չի լուծում։ Այդ լուծումները այնքան որոշ դեպքերում այնքան տրիվիալ ու պարզ են եղել ու իրանք արել են հակառակը, որ մեզ իրավունք են տալիս հիմնավոր կասկածելով, որ իրանք միտումնավոր են անում, որ Հայաստանի համար վատ լինի։ 6-րդ դասանի, 7-րդ դասանի երեխեքի համար նույնիսկ պարզ էր, որ այսքանից հետո միակ ճիշտ քայլը սա է, բայց ելի անում են հակառակը։ Այսինքն այս իրավիճակում ընդդիմությունն ինչ է ասում, ասում է միակ տարբերակը լուծումը հետևաբար իշխանափոխությունն է։ Եթե ես արդեն ընդդիմությունը, բազմաթիվ առաջարկություններ, բազմաթիվ լուծումներ արսել է եւ դրանք տեղ չի գտնում։ Դուք տեսել եք մինչև հիմա ընդդիմություն իշխանություն կլինի պարլամենտում, կլինի արտախորհրդանական հարթակներում որևէ երկխոսություն, որևէ կոնկրետ հարցի շուրջ։ Ընդդիմությունը իշխանություն կոչվածը հենց տեսնում է, որ ինքը այդ երկխոսության մեջ պարտվում է,
Այսինքն նախ չի լում, եթե նույնիսկ բացառություններ գտնենք, ասենք, այստեղ էս ինչ բան եղել է, անմիջապես սկսվում է հին օրերի երգը։ Թալանչիներ, կոռուպցիոներներ, դուք էս եք արել, դուք են եք արել, բա դուք անեիք ձեր ժամանակ։ Իսկ ինչ հիմարություններ են, մեր ժամանակ 2007 թիվն էր, այն ժամանակ էլ դրա ժամանակը չէր անելու, հիմա է ժամանակն անելու, 2021 թվին է դրա ժամանակն անելու։ Ինչ նշանակում դուք անեիք։ Դուք ինչ եք փոխում իշխանության թերադրած օրակարգում որպես ընդդիմություն եւ խորհրդարանական ընդդիմություն։ Ամեն ինչ։ Ինչ որ հարցն է փոխվել օրինակ։ Առաջին հերթին կարդինալ պետքա փոխվի հանրային ներքին տրամադրությունները։ Ոչ, դուք մինչեւ այս պահը իրենց օրակարգում ինչ եք կարողացել փոխել։ Նույն այդ պայքարներով։ Ոչինչ։ Ինչը պետք է փոխենք, երբ որ իրանց հետ պայքար չկա, կա դատական համակարգի, այսինքն իրանց հետ դու պայքարում ես, բայց քո ճակատագիրը որոշում է ինչ որ մի հատ դատավոր։ Ոչ օրենքն այդտեղ դեր խաղում, ոչ ինչ որ բան, ինչ որ մի հատ քննիչ է հայտնվում, հետո ինչ որ մի հատ դատավոր է հայտնվում, հետո իրար հետ պայմանավորվում են, որ լավ սպասի լավ էս։ Ինչքան է պետք նստացնել, այս հոդվածն ավելի հարմար է, բեր կպցնենք, թող գնա նստի։ Այսինքն քո դեմ քաղաքական պայքար չկա։ Քո դեմ կա ոստիկան, որը քեզ ակցիայի տեղից, պայքարի տեղից խաղաղ կամ չգիտեմ ինչ ձևով պայքարի տեղից վերցնում տանում է 3 ժամով պահում, հետո բացաթողում, կարծես տեսնում ես ակցիան ավարտվել է արդեն։ Կա կարմիր բերետ, որը դուբինկայով ծեծում է կամ նռնակա շպրտում ժողովրդի վրա։ Կա, ասեցի, քննիչ, կա դատավոր, որոնք քո հարցերը լուծում են որպես ընդդիմություն։ Եվ կա միջազգային հանրության ներկայացուցիչներ, եվրոպական կամ չգիտեմ այլ կառույցի ներկայացուցիչներ, որոնք ուղղակի աչք են փակում, ասում են լավագույն ժողովրդավարությունն է։ Բայց Վրաստանում, որ մի քանի անգամ ավելի լավ է իրան զգում ընդդիմությունը, այնտեղ արդեն այնտեղ իշխանությունը վատ իշխանություն է, իսկ ստեղ իշխանությունը, որ 40 եւ ավելի քաղաքապետարներ են նստած տարբեր հիմնարկներում։ Իշխանությունը չի ընդունում, որ արդարացիության նախարարը բազմիցս ասել է, մենք բոլորս հասկանում ենք, որ դա քաղաքականություն է, դա ես ոչ թե հիմա ասում եմ Եվրոպայից նեղացած, ես հասկանում եմ, որ Եվրոպան իր պատմության ընթացքում միշտ երկակի ստանդարտներով առաջնորդվել։ Էս իմ ընկերն է, թեկուզ եւ մարդասպանը լավն է, էս իմ ընկերը չի, թեկուզ եւ աշխարհի ամենաբարի եւ պացիֆիստ մարդն է, բայց քանի որ այս պահին իմ ընկերը չի, ուրեմն ինքը թշնամի է, իրան պետքա ամեն ինչով բան անել, խոցել եւ թիրախավորել։ Այս իրավիճակում Հայաստանի ընդդիմությունը ունի միավորվելու անհրաժեշտություն, միշտ ասել ենք, ասում ենք եւ ասելու ենք, անկախ նրանից այդ պայքարը ընտրությունն է, թե այլ եղանակ է, լեգիտիմ իրավական եղանակ։ Օրինակ impeachment։ Ունի երկիրը միասին իշխանափոխությունից հետո։ Այս ոչ մի քաղաքական ուժ մենակով չի կարողանալու իշխանավարել։ Չկա տենց մարդ, որ գա ասի, ես էս ամենակով ու ինչ որ տեղերից մասնագետներ բացառված է երկիրը, այնքան վիրավոր, եթե բժշկական լեզվով ասենք, այնքան օրգանավնասված մեր պետության, օրգանական համակարգում, այնքան հատվածավնասված ու այնքան լուրջ մասնագետներ են։ Դուք որ ասում եք impeachment, ես հիշում եմ, որ դուք ասում եք դա հնարավոր տարբերակ է, մի քիչ խռովեցիք, կռվեցիք կամ քննադատեցիք Հայաստան դաշինքի падգամավոր գործընկերներին։ Չկռվեցինք, ուղղակի դա մեր հետո եկավ հասավ նրան, որ նրանք ստորագրությունները տրամադրեցին, այո, քաղաքական գործընթացի մասը եւ ինձ թվում է բավականին անկեղծ մաս էր, չնայած կարելի էր մի քիչ ավելի մեղմ անկեղծ լիներ, որովհետեւ դրանից իշխանականները հետաքրքիր դիտելու նյութ էին գտել։ Այնուհետև նրանք տրամադրեցին այդ ստորագրությունները եւ կարծեք թե վերջ impeachment-ի ձեր նախագծին։ Երբ որ դուք ասում եք ներողություն, դուք ասում եք impeachment, ես հիշում եմ, որ ձեր խմբակցությունից, պատիվ ունեմ խմբակցությունից մարդիկ անկախացան կամ դարձան իշխանական։ Ինչու պետք է իշխանականները գան ձեզ միանան։ Այո, այնպես չի, որ մեր խմբակցությունում չի կարա լինի մարդ, որի համար Հայաստանի ճակատագիրը տենց շատ կարևոր է, սեփական ճակատագիրից։ Մեր խմբակցությունում էլ կարա լինի այդպիսի մարդ, այնպես ինչպես Հայաստան խմբակցությունում, այնպես ինչպես ԿՊ-ի խմբակցությունում։ Դա չի բանը, այդ խնդիրը դա չի, խնդիրը քաղաքական որոշման կայացման մեջ է։ Մենք կայացրել ենք այդ որոշումը եւ գործընթացը տանում ենք առաջ։ Հեշտ է, հեշտ չի։ Բայց իսկ իրատեսական է։ Այո, իհարկե իրատեսական է։ Դրա քաղաքական հիմքերը կան։ Բայց հիմա որ Հայաստանում impeachment-ը ստացվի, կգտնեք աշխարհում մեկ մարդ, աշխարհում, ամբողջ աշխարհում,
ով որ ծանոթ է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ իր մոտ հարց առաջանում։ Այս մարդուն ինչի իմպիչմենտ արեցին։ Ընդհակառակ այսօր աշխարհում կգտնեք միլիոնավոր մարդիկ, որոնք ասեն, ժողովրդի իր իշխանությունը փոխում էս վիճակից դուրս գա։ Այլը որ իմանալ, որ սահմանադրության մեջ իմպիչմենտի հնարավորություն կա, կարող է զարման ասես։ Ուղղակի դա իրատեսական չի, այնպես չի որ մարդիկ այդ գաղափարին որն է հոգապան ինքը չի գալու խնդրի ասի եկեք բանեն է ինքը կաներ էլի։ Ինչ պետք է լինի, որ օրինակ լինի այդ իմպիչմենտը։ Այսինքն պետք միավորվել բոլորի։ Մեր բանը ազգային ժողովի լսումները համստացություն հայտնելու գործընթաց եւ ստեղծված ճգնաժամի մասով ցույց տվեց, որ բոլոր քաղաքական ուժերի համար դա բան է, միանալու, միավորվելու օրակարգ է։ Բայց քաղաքացիական պայմանագիրը քաղաքացիական պայմանագիրը պետք է միանա Փաշինյանի իմպիչմենտին։ Լավ հարց եք տալիս, ինչի պետք է քաղաքացիական պայմանագրում գտնվի 16 մարդ, որոնք որ գան եւ ստորագրեն այդ թղթի տակ, որպեսզի մենք վստահ լինենք, որ իմպիչմենտը ստացվում է, այսինքն 54 տարին ավակվի։ Երբ որ գործընթացը գնա, արդեն նաեւ դրան միանան անկախ պատգամավորները, որը ըստ էության հավանական է։ Հետո նաեւ որոշակի ժամանակ ընտրություններին մոտիկանալուն զուգահեռ նաեւ բարձ լինի, որ ԿՊ-ում էլ արշալույսները խաղաղ չեն եւ ամեն ինչ չի, որ բոլորի սրտով է։ Եվ վարվող քաղաքական նրանք այդքան համարձակություն չունեն, ոչ թե քաղաքական շահի խնդիրն է։ Ով ասեց։ Ցանկացած մեկը, որը դուրս է գալիս իշխանությանը մի թեթև կոմպրոմատների մի ամբողջ տրցակ է հրապարակվում։ ԿՊ-կան որ քաչ падգամավորն է, որ պետք է ասի ես պատրաստ եմ։ Այդպես մի ասեք, ինչի ԿՊ-ում անեն, ոնց բոլոր 71-ն էլ թե 69 հոգի են չեմ հիշում։ Պատրաստ են հայրենիքը մատաղանել։ Ես բնավ այդ տեսակետը չհայտնեցի։ Իրանք ուղղակի ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում գործընթացի միանալու խնդիր ունեն, որպեսզի զերծ մնան ձեր ասած այդ ավելորդ ճնշումներից։ Իրանց վրա ճնշում այսօր էլ կա։ Եվ իրանք գիտեն, անկախ նրանից իմպիչմենտը կա թե չկա, իրանց վրա ճնշում միշտ կա, որովհետեւ Նիկոլի իշխանությունը հենված է իրանց վրա եւ ոստիկանության վրա, ուժային կառույցների վրա։ Ուրիշ իշխանություն ժողովուրդ Ну, մեկ էլ հասարակության ընդհանրենք այն հատվածը մոտավորապես 700,000-ը։ Չէ, ինչի։ Ընտրողները։ Այն հատվածը, որոնք որ ոնց ասեմ։ Իրանց թվում է թե սա է լավը։ Այ շատ լավ կեզրափակենք այս հարցով։ Իսկ դուք ինչ եք անում, ասում, առաջարկում, որ իրենց չթվա, որ սա լավը չի, կա եւս մեկ այլ լավ տարբերակ։ Դուք բոլորը քննադատում են, մատնանշում են, բայց ո՞րն է այն լավ տարբերակը, որ մենք գիտենք, որ ընտրողների իրավունք ունեցողների 51%-ը ընտրության չի մասնակցել։ Հիմա այդ 51%-ին ինչպես պետք է բերել քաղաքական դաշտ, ո՞րն է լավ տարբերակը։ Լավ տարբերակը առաջին հերթին ընդդիմադիր բոլոր ուժերի միասնության մեջ է, երբ որ Չեզոք քաղաքացին, որը իր հայրենիքով, իր պետությունով խիստ մտահոգվեց է եւ իր երեխաների ապագայով է մտահոգված, ամեն ինչով է մտահոգված, ուղղակի քաղաքական գործընթացների մեջ տենց չի մտնում, որպեսզի կողմ չդառնա այս կամ այն կուսակցության համակիրը կամ շահերի կրողը չդառնա, հա։ Ինքը հետևում է գործընթաց։ Երբ որ տեսնի միասնություն կա, ոչ թե բոլորը բոլորի դեմ պատերազմ ունեն, այդ թվում նաև ընդդիմություն, իշխանություն եւ ընդդիմություն։ Այդ ժամանակ մարդիկ հասկանան, որ չէ, գործ ունենք միասնական ճակատով այս իրավիճակից դուրս գալու։ Ես չեմ ասում բոլոր քաղաքական ուժերը միավորվեն դառնան մեկ կուսակցություն կամ մեկ դաշինք, այդպես չի լինում։ Տեսականորեն էլ դա հնարավոր չի։ Բայց իշխանափոխությունը միակ օրակարգն է, որը բոլորին կարա միավորի, բոլորին, արևմտամետներ, ռուսամետներ, չգիտեմ, ճապոնամետներ, իտալամետներ, ովքեր ում ասեք, բոլորին կարա միավորվի։ Դա ես հասկանում եմ, բայց իշխանափոխությունից հետոյի ձեր առաջարկը որն է։ Իշխանափոխությունից հետոյի կոնկրետ հանրապետականի առաջարկները բազմաթիվ են, առաջիկայում մենք ավելի հստակ, ավելի դետալացված եւ անվտանգության առումով, եւ արտաքին քաղաքականության առումով, եւ տնտեսության առումով, եւ սոցիալական բլոկը, եւ արցախցիների իրավունքների առումով եւ զինված ուժերի եւ բանակի նոր սերնդի նոր որակի զինված ուժերի եւ բանակ կառուցելու առումով փոխվել է նաեւ մեր պաշտպանական միջավայրը։ Նաեւ աշխարհակարգն է Եթե փոխվում։ այն ժամանակ այո, նաեւ աշխարհակարգն է փոխվել, շատ ճիշտ բան եք ասում, որը ելակետային տվյալ է միջակայքից, որը սկզբունքային տվյալ է։
դա այն տվյալն է, որը պետք է հաշվի առնես բոլոր պարամետրերի մեջ, այդ թվում նաև մշակույթի մեջ, այդ թվում նաև տեխնոլոգիաների մեջ։ Շատ լավ, պարոն Զաքարյան, ես ուզում ձեր այդ առաջիկա հարաբերակվելիք ծրագրերում կլինի ոչ թե այն թե ինչ պետք է անել, այլ այն լուծման բանալիներով, ինչպես պետք է անել։ Միակ բան է, որ մենք ասում ենք, պետք է իշխանափոխություն։ Առաջին քայլ առաջին impeachment-ի միջոցով, քայլ երկրորդ, եթե դա չի ստացվում ընտրություններով։ Իսկ թե այնտեղ ասենք եթե չի ստացվում ընտրություններով մշակութային քաղաքականության այսինչ ոլորտում ընդհանրենք մշակութային հուշարձանների պահպանության հարցի այսինչ ոլորտում հանրապետական ինչ տեսակետ ունի կամ բարգավաճ Չէ, կարծում խնդիրը առաջնահերթ անվտանգությունն է։ Այս պահին դա դեռ էական չի, որովհետև մենք կարող ենք շատ լավ տեսակետներ ունենանք, բայց հայտնվենք քրեակատարողական հիմնարկներում։ Եվ երկիրն էլ հայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի տոտալ ազդեցության տակ։ Այսինքն մենք պետք է այսօր տեսեք իշխանությունը թոշակի բարձրացումը կարևոր հարց է։ Բայց եթե թոշակի բարձրացումից խոսանք, հետո պատտվենք, տեսնենք Նիկոլն արդեն վերջը ինչ կա չկա արդեն տվել է։ Եվ մենք ոչ մի իրավունք չունենք մեր երկրում։ Մենք կդառնանք անիմաստ մարդիկ քաղաքականության մեջ եւ քաղաքականության համար։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Զաքարյան։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն էր։